Արև ձեզ արգելի հեռուստադիտողներ, ես ձեզ ողջունում եմ Պոլիտիկեմի YouTube-յան ալիքի եթերում, ձեզ հետ եմ ես Բորիս Մուրադիս, այսօր օրը երեքշաբթի է և ինչպես խոստացել ենք ամեն աշխատանքային օր մենք քննարկելու ենք հայկական միջազգային մամուլի կարևորագույն հրապարակումները, ինչպես նաև ձեզ ենք ներկայացնելու մեր կայքի 1 կամ 2 հրապարակում։ Եվ այսպես, Ժողովուրդ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը սկսում է հերթական աղմկահարույց արշավը, այս անգամ հայ առաքելական եկեղեցու եւ վեհափառի դեմ, բայց իրական թիրախը այլ է, ժողովրդի ուշադրությունը շեղելուն միտված վտանգավոր մանյովրը։ Ինչ է տեղի ունենում այս պահին իրականում, երբ կառավարության ղեկավարը հարձակվում է հոգևոր առաջնորդի վրա։ Սահմանազատում Ադրբեջանի հետ իշխանությունը պատրաստվում է սահման գծել թշնամու պայմաններով այն դեպքում, երբ Ադրբեջանի բանակը մնում է Հայաստանի օկուպացված տարածքներում։ Խաղաղության պայմանագրի վտանգավոր կետերը առանց Արցախի կարգավիճակի, առանց անվտանգության երաշխիքների, առանց գերիների վերադարձի եւ ՀՀ դեօկուպացիայի պահանջի։ Տնտեսական խորտակում ամիսներ շարունակ արգելվում է հայկական կոնյակը Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան արտահանել։ Կոնյակագործները հուսահատ վիճակում են, իսկ կառավարությունը անգործ։ Արտաքին պարտքը հասել է վտանգավոր շեմի, 2024 թվականի վերջին այն անցել է 11 միլիարդ դոլարը, յուրաքանչյուր քաղաքացու բաժին է հասնում շուրջ $3600 պարտք։ Բնակչության արտահոսք վերջին տարիներին Հայաստանից արտագաղթը նորից ահագնանում է, չենք հեռանում ոչ թե միայն աղքատությունից, այլ հիասթափությունից։ Եվ այս ամենի ֆոնին Փաշինյանը ընտրել է պայքար ոչ թե կոռուպցիայի, ոչ թե թշնամու դեմ, այլ հայոց եկեղեցու եւ վեհափառի դեմ։ Հարց է առաջանում, երբ պետությունն ունի ճակատագրական այսքան հարց, ով եւ ինչու է որոշել, պատասխանը պետք է տա Մայր Աթոռը։ Սա կարևոր արձանագրում էր մամուլի կողմից, այո, Հայաստանը այս պահին ունի բազմաթիվ լրջագույն խնդիրներ եւ այդ խնդիրներով զբաղվելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը արշավ է վարում եկեղեցու եւ վեհափառ հայրապետի դեմ։ Սրանից առաջ Նիկոլ Փաշինյանը թողնելով այս կարևորագույն խնդիրները, դրանց քննարկումը, բովանդակային լուծումների առաջարկը, կառավարության տարբեր նիստերի ժամանակ մեկ քննարկում էր երեխաների հայոյանքի հարցը, մեկ քննարկում էր կրթվելու հարցը, ամենափոքր իսկ հասարակական խնդիրները, որոնք կարող են քննարկել, ասենք, գյուղապետերը, Նիկոլ Փաշինյանը քննարկում էր կառավարության նիստերի ընթացքում։ Եվ դրանց վրա ավելի մեծ ուշադրություն էր սևեռում եւ ավելի երկար ժամանակ էր տալիս դրանց քննարկմանը, քան տնտեսական անվտանգային խնդիրներին։ Եվ այո, համաձայն եմ մամուլի այս հրապարակման հետ, Նիկոլ Փաշինյանի խնդիրը նաեւ այլ խնդիրների շարքերին հասարակության ուշադրությունը շեղելն է Հայաստանի համար էական խնդիրներից։ Փաստորաթերթը գրում է. Մինչ Նիկոլ Փաշինյանն ու ԿՊ-ն զբաղված են հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ խաչակրած արշավանքով, հակաիշխանական դաշտում վերջին օրերին վերադասավորումների լուրջ տեղաշարժ կա։ Մեր տեղեկություններով ապրելու երկիր եւ հաղթանակ կուսակցությունները քննարկում են նոր դաշինքի ձևավորման հարցը միասնություն անվան ներքո, որը փառաքար խոշորացված համայնքում արդեն ապահովել է համոզիչ հաղթանակ 57% արդյունքով։ Իհարկե լավ է, որ ընդդիմադիր դաշտում կան քննարկումներ միասնականության մասին, բայց համաձայն չեմ մամուլի այս հրապարակման հետ, փառաքար համայնքում այս երկու կուսակցությունները ընդամենը եղել են հարթակ, տրամպլին հաղթող տեխնացուի համար, այդ տեխնացուն կարող էր առաջադրվել, ասենք, ջրի բալեբոլի սիրահարների կուսակցությամբ եւ էլի հաղթելու էր, նա տեղում հեղինակություն ունի, ապա քաղաքական կերպար է ըստ էության, եւ պետք է նկատել, որ ամենևին չի նշանակում, թե այս կուսակցությունները եթե միավորվեն 57% էլ համապետական մակարդակում են ունենալու, այս երկու կուսակցություններն էլ որ ընտրություններին, որ մասնակցել են, իրենք առանձին որպես քաղաքական միավոր անցողիկ շեմը չեն հաղթահարել։ Հրապարակորաթերթը գրում է. Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության նախաձեռնած իմպիչմենտի գործընթացը ըստ ամենայնի գլուխ չի գա։ Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի առաջարկով ԱԺ պատիվ ունեմ խմբակցությունը որոշել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին վարչապետի թեկնածու առաջադրել, եւ խմբակցությունը միանձնյա որոշում է կայացրել սատարել այս որոշմանը, կոչ անելով ընդդիմադիր մյուս պատգամավորներին միանալ իրենց նախաձեռնությանը։ Հայաստան դաշինքի ղեկավարը երեկ արձագանքեց Հայաստան խմբակցությունը հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը
վերահաստատում է իր պատրաստակամությունը ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար։ Սա նշանակում է, որ քանի դեռ երկու անկախ կամ ՔՊԱ-կան պատգամավոր չեն միացել պատիվ ունեմի 6 հոգուն, գործընթացը շարունակություն չի կարող ունենալ։ Իհարկե, առավել հավանական էր, որ կմիանան ՔՊ-ից վտարված Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը, սակայն նրանք երկուսն էլ հայտարարեցին, որ չեն ստորագրելու։ Հովիկ Աղազարյանը մեր հարցին ի պատասխան երեկ կրկին հիշեցրեց, որ իրենք արդեն նախաձեռնել են իմպիչմենտ ու Էդմոն Մարուքյանի թեկնածությունն են առաջարկել եւ ոչ մի նոր հանգամանք ի հայտ չի եկել, որ փոխեն իրենց դիրքորոշումն ու այլ թեկնածուի աջակցեն։ Մեր ճշտող հարցին, թե փողոցային պայքար կսկսվի, ֆորս մաժոր լինի, դա կդիտարկեն որպես նոր հանգամանք, Աղազարյանը չցանկացավ պատասխանել։ Մենք մեր հոդվածներում եւս անդրադարձել ենք այս թեմային եւ այո, Դավիթ Համբարձումյանի առաջադրումը Հանրապետականի եւ պատիվ ունեմի կողմից ոչ թե իմպիչմենտի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու իրական գործընթաց սկսելու մասին է ազդանշան տալիս, այլ ավելի շուտ Հանրապետականին եւ պատիվ ունեմին իրենց իսկ կողմից սկսված այս անիմաստ գործընթացից հնարավոր քիչ կորուստներով դուրս գալու նպատակ ունի։ Հրապարակ թերթը գրում է. Քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Անուշ Գասպարյանը դատի է տվել սեփական եղբորը Մանուկ Գասպարյանին, փորձելով դատական կարգով նրա ձեռքից վերցնել 2004 թվականի արտադրության մոխրագույն Lexus-ը։ Հարցը քննում է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի քաղաքացիական դատարանը, դատավոր Լիանա Ներսիսյանը։ Անուշ Գասպարյանը մոտ ազգակցական կապ ունի արտաքին հետախուզության ծառայության պետ նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի հետ։ Վերջինիս հայրը, որը Սևանի շուկայի տնօրենն էր եւ հայտնի նիկոլական Անուշ Գասպարյանի հարազատ քեռին է, նա երկար տարիներ աշխատել է քննչական կոմիտեում դեռևս Աղվան Հովսեփյանի ղեկավարման տարիներից։ Նրա մոխրագույն մետալիկ Lexus-ի պատմության կոմիտեի հին աշխատակիցներից շատերն են հիշում։ Պատմում են, որ այդ Lexus-ն Անուշը նվեր է ստացել հարազատ մարդուց եւ այն թանկ է տիկնոջ համար։ Փաստ օրաթերթը գրում է. Դեռևս անցած տարեսկզբին գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ինչ-որ շարժումներ ձևավորել, ակցիաներ ու հանրահավաքներ անցկացնել ընդդեմ ամենայն հայոց կաթողիկոսի, իսկ ավելի կոնկրետ ընդդեմ հայ առաքելական եկեղեցու։ Նման մտադրություն նա ունեցել է նաև նախկինում, բայց այն ժամանակ նա խուսափեց գնալ այդ ճանապարհով, վախենալով հայ ժողովրդի բուռն հակազդեցությունից եւ բախումներից։ Մեր ունեցած տեղեկություններով եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊԱ-ական իշխանության հայտարարած պատերազմի շրջանակներում հնարավոր տարբերակ է դիտարկվում ժողովրդին ոտքի հանելը, այսինքն Նիկոլ Փաշինյանը կարող է փորձել հասնել վեհափառի հեռացման, դարձյալ օգտագործելով հանուն ժողովրդի կեղծ թեզն ու փողոց հանելով իր փոքրաթիվ կողմնակիցներին։ Պատահական չէր նախորդի նրա գրառումը, թե եկեղեցին պատկանում է ժողովրդին, եկեղեցին պետք է վերադարձնել ժողովրդին։ Ավելին, երեկ նա այդպիսի վտանգավոր գրառում է արել, հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդերին կոչ եմ անում համախմբվել վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու համար։ Այո, մենք երեք սրան անդրադարձել ենք եւ համաձայն ենք այս հոդվածագրի հետ, Փաշինյանը ակնհայտ է, որ սկսելու է ինչ-որ գործընթաց անհասկանալի ելքով այս պահին եւ Փաշինյանի համար չի բացառում նաեւ քաղաքացիական բախումներ, ինքը նաեւ դրա ակնարկներ տալիս, միևնույնն է, պետք է արձանագրել, որ Փաշինյանն ավարտված է, այս գործընթացը որքան էլ որ թեժացվի իր կողմից, իր փոքրաթիվ աջակիցների կողմից, պետական ինստիտուտների կողմից, պորնոֆիլմեր նկարանող ԱԱՑ-ի կողմից, միևնույնն է, հասարակության մեծամասնությունը մերժում է Փաշինյանի այս օրակարգ եւ հասարակության մեծամասնությունը հարցեր ունի Փաշինյանին բարոյականության շրջանակներում, որի մասին մեր հոդվածն է եւ դա կընթերցենք քիչ անց։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայտնվել է ստվերային վախ եւ բացահայտ քաջության միջակայքում, թեև հրապարակային խոսքով ՔՊԱ-ականները փորձում են վստահություն ներարկել հանրությանը, թե Փաշինյանի դիրքերն անվարան են, իրականում իշխանական կուլիսներում լարվածություն կա։ Օրաթերթի աղբյուրներից հայտնի է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները տարբեր ձևաչափերում թեև փորձում են ծաղրել վարչապետի թեկնածուներին, իմպիչմենտի գործընթացը այնուամենայնիվ նրանք միաժամանակ ունեն կանխատեսումներ, որ ամեն պահի կարող է պայթել իրավիճակը։ Դրա համար շատերի ընկալմամբ իմպիչմենտի գործընթացն իրենց սեղանին դրված թուղթ չէ, այլ տագնապի ազդանշան։
Օրաթերթին ասած տեղեկությունների համաձայն Փաշինյանն այս փուլում որոշել է խուսափել կտրուկ գործողություններից, նրանք կսպասեն զարգացումներին, մինչև կգնահատեն, թե վտանգն ինչքան է խորանալու։ Փաստ օրաթերթը գրում է. Նախորդ համարում մենք տեղեկացրել ենք, որ բավական բարդ իրավիճակ է ստեղծվել շինարարության վերանորոգման եւ կայունագործության նյութերի ներմուծման եւ վաճառքի ոլորտում։ Նշել ենք, որ ամենաբարեխիղճ մրցակցության պատճառով Նշել ենք, որ անբարեխիղճ մրցակցության պատճառով հիմնական առաջատար ընկերությունները կանգնած են լուրջ դժվարությունների առաջ, քանի որ մի շարք ընկերություններ փաստացի շրջանցում են օրենքները։ Ներմուծումն իրականացնում են ոչ թե իրական, այլ նվազեցված կեղծ գներով, մյուս կողմից կան տեղեկություններ, որ ՀԴՄ կտրոն չեն տրամադրում կամ տրամադրում են ոչ ամբողջական արժեքի արձանագրմամբ, գրում է Փաստ օրաթերթը։ Հրապարակը գրում է. Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավի պտուղներն արդեն երևում են, երբեմնի խրոխտ հոգևորականներն ավելի զգուշավոր պահվածք են դրսևորում։ Պատմեցին, որ Կիրակի օրը Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն Քահանա Մելքումյանը եկեղեցու իր սենյակում է եղել, երբ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մտել են եկեղեցի, մոմ վառել եւ դուրս եկել։ Հակաիշխանական հայացքներ ունեցող քաղաքացիներն անհամբեր սպասել են, որ Տեր Ահարոնը դուրս կգա իր սենյակից եւ իր բնորոշմամբ չարիքին դուրս կհրավիրի Աստծո տաճարից, սակայն նա դուրս չի եկել։ Իսկ Տեր Ահարոնը եկեղեցու այն սպասավորներից է, որը հատկապես պատերազմից հետո ակտիվ քննադատում էր Փաշինյանին։ Սիսիանի հոգևոր հովիվ Պարքև Քահանան էլ, որ պատերազմից հետո հրաժարվել էր սեղմել Փաշինյանի ձեռքը, շաբաթ օրը եկեղեցի է գնացել այն ժամին, երբ զույգն արդեն հեռացած է եղել։ Հավելենք նաև, որ հունիսի 9-ին Գարեգին բն մեկօրյա այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, ուր հանդիպում կունենա Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու եւ Հայոց Մարդասիրական ճեմարանի հոգաբարձուների հետ, գրում է Հրապարակ օրաթերթը։ Մինչ անցնենք մեր հոդվածին, որտեղ բավական հետաքրքիր դիտարկումներ են կարել, առաջարկում եմ գովազդային դադար եւ վերադառնանք։ Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Վերադարձանք տաղավար եւ հա քննարկելու ենք պոլիտիկայի հոդվածը, որը հետաքրքիր շեշտադրումներ է անում վերջին օրերին ծավալվող քննարկումների վերաբերյալ։ Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը թաղված իշխանության ձախողումների մեջ փորձում է փրկիչ կերպարով դուրս գալ իր իսկ ստեղծած ճահիճից։ Նա որպես պետության ղեկավար գիտակցաբար փորձում է հանրային ուշադրությունը շեղել իրական աղետներից, թիրախ դարձնելով այն ինստիտուտները, որոնք դեռ վստահություն են վայելում ժողովրդի մոտ։ Այս անգամ նրա հարձակման թիրախում հայ առաքելական Սուրբ եկեղեցին է եւ հարձակման գործիքը հոգեվորականների հնարավոր ինտիմ կյանքը։ Հասարակությունը ականատես է լինում մի երևույթի, երբ երկրի առաջին դեմքը զբաղված է սեռական թեմաների շահարկմամբ, ըստ ամենայնի փորձելով կեղծ բարոյականության փարիսեցիական մառազմով շղարշել իր իշխանության քաղաքական ու բարոյական տապալումը։ Այս ամենը տեղի է ունենում մի պետությունում, որտեղ դեռ թարմ են պատերազմի վերքերը, դեռ սուկ կա անհետ կորածների համար, իսկ հազարավոր ընտանիքներ մնացել են առանց պատասխանի։ Ու հենց այս ֆոնին շատերը սկսել են հիշել անպատասխան թողած մի սկանդալային դրվագ, որը ժամանակին բարձրացվել է քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլյանի կողմից։ Նա բաց տեքստով հայտարարել է, որ Աննա Հակոբյանը պատերազմի օրերին բունկերում գտնվել է Սամվել Բաբայանի հետ, ակնարկելով հատուկ բնույթի հարաբերություններ։ Այդ հայտարարությունը հանրային քննարկման առարկա չդարձավ, հասարակությունը չուզեց թափանցել կնոջ անձնական տարածք, բայց նույն հասարակությունը հիմա տեսնում է, որ հենց Փաշինյանի ընտանիքն է իջեցրել բարոյական շեմը իր իսկ ձեռքով։ Ինչպես կարող է մարդ, որի կինը անհասցե մեղադրում է հոգևորականներին մանկապղծության մեջ, չունենալ մի պարզ համարձակություն բացատրելու, թե ինչ է իրականում եղել բունկերում այն օրերին, երբ տասնյակ հազարավոր զինվորներ մարտնչում էին պետության համար։ Ինչ բարոյական աջակցություն էր նա տալիս գեներալներին կամ արդյոք գեներալներն ունեին նման աջակցության կարիք։
Ոչ մի փաստ, ոչ մի հիմնավորում, ոչ մի անուն, միայն կեղտոտ ակնարկներ հոգևորականների հասցեին։ Սեփական կեղտոտ անցյալի վրա սրբության դիմակ հագցնելու միֆերը չեն աշխատելու։ Պետության ղեկավարը իրավունք չունի զբաղվել այդ աստիճան դեղին քարոզչությամբ, հատկապես այն պահին, երբ դրա կինը հենց նույն մեղադրանքի տրամաբանությամբ կարող է դառնալ առաջին քննվող անձը։ Եթե այս ամենը լռության մատնենք, վաղը նույն մարդը կսկսի հաշվել յուրաքանչյուրի անկողնային կյանքը իր քաղաքական պայքարի տրամաբանությամբ։ Հենց այդ պատճառով էլ այս պահին լռելը դավաճանություն է հանրային հիշողության հանդեպ։ Նիկոլ Փաշինյանին հիշեցնենք. Մինչ վարկաբեկում ես եկեղեցին, պատասխանիր, ինչ էր անում կինը քո բունկերում պատերազմի ժամանակ, բավարար չէ բարոյական աջակցության մասին խոսակցությունը։ Ինչ հարաբերություններ ունեն Աննա Հակոբյանը եւ Սամվել Բաբայանը։ Մինչ խեղդվում ես տեղեկատվական դաշտը մեղադրանքներով, պարզաբանիր, ինչ իրավունքով է քո կինը պետական բարձրաստիճան պաշտոնյայի կնոջ կարգավիճակով առանց որևէ անուն նշելու մարդկանց հրապարակավ մեղադրում մանկապղծության մեջ։ Ժամանակն է, որ դուք էլ դառնաք հանրային թափանցիկության առարկա, ու եթե ընտրել եք այլոց արժանապատվության հաշվին գոյություն պահպանել, ապա պատրաստ եղեք պատասխան տալ սեփական կյանքի ամենափակ էջերի համար։ Ահա այս հետաքրքիր շեշտադրումներով էր Պոլիտիկայում այսօր հանդես եկել եւ կարծում եմ այս շատ կարեւոր շեշտադրումներ են, ընդհանրապես անթույլատրելի է մարդկանց ընտանեկան կյանքի քննարկումը, եթե այդ ընտանեկան կյանքը չի ազդում պետության անվտանգային, սոցիալ-տնտեսական վիճակի վրա, հեղինակության վրա, հա։ Վեհափառ Հայրապետի եւ հոգեվորականների անձնական կյանքը, որը չեմ կարծում, որ բարոյական երանգներից զուրկ է, չի կարող ազդել մեր պետության վրա եւ չի կարող դառնալ շահարկման առարկա, ասենք ստիպեն վեհափառ ինչ-որ հողեր հանձնի կամ չհանձնի կամ ինչ-որ տարածքներ ճանաչի Ադրբեջանի մաս, հա։ Իսկ պետության քաղաքական ղեկավարները, որոնք ունեն որոշումների կայացման գործիք իրենց ձեռքին, կարող են դառնալ թիրախ եւ կարող է նրանց դեմ օգտագործվել կոմպրոմատներ այս կամ այն որոշումը ստանալու համար։ Այնպես որ, եթե խոսակցությունը իջեցրել եք այս մակարդակի, ապա շատ ավելի կարևոր է հասկանալ, թե դուք ինչ բարոյական որակներ ունեք, ինչպիսի հարաբերությունների մեջ եք այս կամ այն մարդու հետ։ Անցնենք միջազգային լուրերին եւ ամփոփենք։ Պակիստանն Ադրբեջանին վաճառում է 4-րդ սերնդի 40 GF-17 Thunder կործանիչ ինքնաթիռներ, այս մասին հաղորդում է Forbes պարբերականը։ Նշվում է, որ Բաքուն պաշտոնապես ընդլայնել է GF-17-երի իր պատվերը եւ այդ թիվը 16-ից հասցրել 40-ի։ Այս գործարքը մաս է կազմում 4.6 միլիարդ ԱՄՆ դոլարի պաշտպանական համաձայնության, որի մասին Պակիստանի կառավարությունը հայտնել էր X սոցիալական հարթակում։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզում Ռուսաստանի ռազմական հարձակումը ի թիվս այլ բաների իրականացում է բուֆերային գոտի ստեղծելու նպատակով։ Այդ թվում իհարկե, բայց եթե խոսենք ռազմական գործողությունների նրբությունների մասին, ապա իհարկե ձեր հարցերը պետք է ուղղվեն Պաշտպանության նախարարությանը, պատասխանել է նա ՌԻԱ Նովոստիի հարցին։ ԱՄՆ-ի եւ Չինաստանի պատվիրակությունները Լոնդոնում մեկնարկել են առևտրի շուրջ բանակցություններ, այս մասին հաղորդում է չինական գործակալությունը։ Բանակցություններն ուղղված են ԱՄՆ եւ Չինաստանի միջև առևտրային պատերազմների կարգավորմանը։ Չինաստանի պատվիրակության կազմում է երկրի փոխվարչապետ Հե Լիֆենգը, ԱՄՆ-ի պատվիրակության կազմում առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը։ Ըստ BBC-ի ակնկալում է, որ օրակարգի գլխավոր թեմաներից կլինեն ժամանակակից տեխնոլոգիաների համար կարևոր նշանակություն ունեցող հազվագյուտ մետաղների արտահանումը Չինաստանի կողմից, ինչպես նաև Պեկինի համար ամերիկյան արտադրանքի, այդ թվում համակարգչային չիպերի հասանելիությունը։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքումն անմիջապես դրական ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խաղաղության գործընթացի վրա։ Այս կարծիքն է հայտնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին կառավարիչների խորհրդի առջև ելույթում, որի տեքստը տարածվել է մամուլի ծառայության կողմից։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի հունիսի 9-ին հայտարարել է, որ
Գրենլանդիայի բռնագրավման ենթակա օբյեկտ չի կարող լինել։ Ակնհայտորեն ակնարկելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արկտիկական կղզու վերահսկողություն ստանձնելու ցանկության մասին հայտարարություններին, հաղորդում է Պոլիտիկոն։ Մակրոնի խոսքերը հնչում են այն ժամանակ, երբ նախատեսված է նրա այցը Գրենլանդիա, որի ընթացքում նա նախատեսում է բանակցություններ վարել Գրենլանդիայի վարչապետ Յանս Ֆրեդերիկ Նիլսենի և Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիսկիի հետ, Հյուսիսատլանտյան օվկիանոսի և Արկտիկայի անվտանգության, ինչպես նաև կլիմայի փոփոխության, էներգիայի և կարևորագույն հանքանյութերի վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում տրված հայտարարությունները, որոնցում նա աղավաղել է փաստերը հայ-ադրբեջանական նախկին հակամարտության վերաբերյալ և Ղարաբաղը ներկայացրել որպես վիճելի տարածք, ցավալի և զարմանալի են, դրա մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Գերատեսչությունը Մեդինսկուն մեղադրել է, որ նա չի իմացել, թե Ղարաբաղը իբր երբեք վիճելի տարածք չի եղել, հավելելով, որ Ռուսաստանն ինքն է ճանաչել և շարունակում է ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Հայտարարության մեջ հավելել են, որ Մինսկի խմբի համանախագահ դարձած նախագահի օգնականը կամ չի հասկանում, կամ չի ցանկանում հասկանալ իր պետության դիրքորոշումն այս հարցում։ Նկատենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Ռուսաստանի նախագահի օգնականին ռուս-ուկրաինական պատերազմը Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ համեմատելու համար։ Գերատեսչությունը ադրբեջանական անամոթաբար ստել է, թե իբր Ադրբեջանը երբեք ագրեսիվ պատերազմ չի վարել, իսկ 2020-23 թվականների Ղարաբաղի վրա հարձակումները հակաահաբեկչական միջոցառում է որակել։ Ադրբեջանը և Թուրքիան հունիսի 12-ից 19-ը անխորտակելի եղբայրություն հրամանատարաշտաբային զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Երկու երկրների սահմանին գտնվող կամրջի վրա տեղի է ունեցել դրոշների փոխանակում, ասվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Այսքանն էր օրվա հայկական տպագիր մամուլի, միջազգային մամուլի, ինչպես նաև մեր հրապարակումներից առանձնացված հրապարակումները, որոնք ցանկացանք քննարկել ձեզ հետ։ Տեսություն կհանդիպենք։